Դից գիտեք, ընդհանրապես դրես կոդի հետ կապված հարցերի քննարկումը միշտ էլ ողջամիտ է, ամեն անգամ յուրովի մոտեցումներ կարող ենք ունենալ, բայց ինչքանով է դա կարևոր չեմ կարծում, մենք իսկապես անհամեմատ ավելի լուրջ խնդիրներ ունենք, որոնք մեր հայրենակիցները ակնկալում են, որ մենք դրանց պետք է արձագանքներ տանք, դրանց վերաբերյալ լուծումներ պետք է առաջարկենք, ի վերջո մենք չենք կարող ունենալ մի ազգային ժողով, որը չի սպասարկում հանրության խնդիրների լուծման օրակարգը, այսինքն կարծես տպավորություն կարող է լինել, որ ազգային ժողովը առանձին իր գոյությունը ունեցող մի մարմին է, որի օրակարգը ընդհանրապես պարզ չի։ Այն, որ այս փուլը որոշակի առանձնահատկություն ունի, դա իսկապես այդպես է, այսինքն ձևավորվում է ազգային ժողովը, մշտական հանձնաժողովների նախագահներն են քննարկվում, փոխխոսնակները եւ այլն, սա process է, բայց պատկերացրեք հիմա մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացության հարցն է քննարկվում, որը վերաբերում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին, կարծես թե հենց ամենասուր խնդիրները հիմա վերաբերում են սոցիալ-տնտեսական բնույթին, բայց ես որևէ մի բովանդակային քննարկում այդ մասով հենց նույն հանձնաժողովի նախագահի տեխնացու պարոն Բաբկեն Թունյանից չեմ լսել։ Շատ պարոն Բաբկենյան, ամեն դեպքում Էդգար Ղազարյանի արածը բարեվարկության նորմի խախտում էր, թե չէ։ Սրիկայություն բաց օգտագործել։ Գիտեք, ես ինքս լինելով իրավաբան, մշտապես խոսույթի հարցում ցուցաբերում եմ չափազանց բարձր զսպվածություն։ Ճիշտ է դա թե ոչ, յուրաքանչյուրը ունի իր յուրովի մոտեցումը։ Ես բնավ չեմ պարտադրում իմ մոտեցումը։ Միաժամանակ, եթե նայենք վերջին տարիների քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության ժամանակահատվածում դատարանների պրակտիկան, եթե հնչեցվում է այնպես, ինչպես հնչեցվել է, սրիկայաբար, ապա նշվածը դատարանները քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության ժամանակահատվածում այն վիրավորանք չեն որակի, որովհետև կորակեն այն ոչ հասցեական ուղղված մի խոսք։ Սա ձեզ դատարանների մեկնաբանությունն եմ ներկայացնում։ Արդյոք ընդհանրապես նշվածը ընդունելի է թե ոչ, դրա մեկնաբանման տիրույթը գտնվում է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի տեսանկյունից նիստը նախագահողի տիրույթում։ Նիստը նախագահողը, գիտեք ինչ պետք է անի, ես դրան անդրադարձա իմ ելույթում։ Պետք է, եթե գտնում է, որ դա վիրավորական արտահայտություն է, կարգապահական պատասխանատվության միջոց կիրառի, նվազագույնից դեպի խիստը։ Բայց ոչ թե օրինակ օգտագործի բառապաշար, նիստերի դալիճից կհեռացնենք, շենքից դուրս կշպրտենք եւ այլն։ Դուք պատկերացնում եք, սա է մոտեցումը։ Նորից, որ պատկերացնեք, երբ դեռ պետություններ չկային եւ ձևավորվում էր պետության եւ իրավունքի տեսությունը, մարդիկ որոշել են, որ սխալով չպատասխանեն։ Այ օրինակ Համուրապի ժամանակաշրջանի պատկերացնում եք ուր ենք գնում, մթա Համուրապի կանոններով ստիպված եմ գնալ, ինչի համար։ Տիկին Բեդևյան, ստիպված գնում ենք հետ։ Պարոն Կարապետյանի գնահատականը շատ հստակ էր, շատ էլ ուժի մեջ է, այստեղ հարցը ուրիշ բանում է։ Դուք լսեք ինչ է ասում օրինակ պարոն Ռուբինյան։ Գնում է մթա Համուրապի կանոնները, ասելով ակն ընդ ական, հա, այսինքն ամեն աչքին մեկ աչք։ Պատկերացրեցիք, երբ ազգային ժողովի նախագահի կողմից նման ազդակ է փոխանցվում, դուք պատկերացնում եք դա ինչ ենք մենք մեր հանրությանը փոխանցում, այսինքն որ եթե մի դեպք լինի, աչքին աչքով պատասխանեն, հորդորում եմ, ով դա լսել է, խնդրում եմ նման կերպ չմտածել։ Հակված է Էդգար Ղազարյանի հայտարարությունների շուրջ քննարկումների։ Դուք քննարկել եք այսօր պարոն Ռուբինյանը սպառնաց, չէ՞, սպասում էր երևի։ Ես նաև դրան էլ անդրադարձա, ես ուզում եմ հասկանամ ազգային ժողովը սպառնալից լեզվով խոսելու վայր է, թե ընդհանրապես տենց ուլտիմատումներով խոսելու։ Խմբակցության կողմից պարոն Նարեկ Կարապետյանը դիրքորոշում ներկայացրեց, որն ամբողջությամբ կիսում եմ նաև ես։ Դրան լրացուցիչ որևէ դիրքորոշում այլևս ներկայացնելու անհրաժեշտություն չկար։ Այսօր լսեցիք պարոն Կարապետյանը նշեց, որ որևէ մի նոր հանգամանք նշելու անհրաժեշտություն չկա։ Եվ մի կարևոր բան էլ, ես նշված մասով հիմա եկեք որևէ դիրքորոշում չասեմ, հարցը հետևյալն է, թե խմբակցությունը արդեն դիրքորոշում ներկայացնում, ինչ ներողության մասին է խոսքը, ասեմ ավելին։ Դա հետևանքներ չեք վախենում։ Ինչ հարթ կամ չհարթի մասին է խոսքը։ Հետևանքների Այդ մասով էլ տենց հատուկ։ բանից լրիվ անցավ։
ձեր թիմակցին անվանեցին մարտագլխի Ես ճիշտն ասած կարծում եմ ելույթի շրջանակներում դրան եւս անդրադարձը կատարեցի, ուղղակի մի բան եկեք ֆիքսեք, եթե դուք ժամանակ ունենաք օգոստոսի 2-ի ազգային ժողովի նախագահի տեխնացու պարոն Ռուբինյանի ելույթը, որ լսեք, այնուհետև փոխխոսնակների ելույթները, որ լսեք, իրենք հետեւյալն էին ասում, որ երբ իրենք նստած են լինելու համապատասխան աթոռին նախագահության, ապա իրենք չեն ներկայացնելու քաղաքական թիմին։ Դուք դա տեսնում եք այսօր։ Այդ հարցին պատասխանեք։ Իդեպ բարդ հարց չի։ Եթե դուք նայեք օրինակ եվրոպական մի երկրի կամ եկեք հեռու չգնանք ԵԽԽՎ-ի նիստերը նայեք։ Այնտեղ դուք պատկերացնում եք, որ նախագահողը, ով մի քաղաքական թիմ է ներկայացնում, կարող է նման կերպ մոտենալ հարցին։ Եթե եղել է մի արարք, որի վերաբերյալ պետք է միջոց ձեռնարկվի, այդ միջոցների ձեռնարկման ձևը գրված է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում։ Այն ազդակը, որը տրվում է, իմ մոտ տպավորություն է, որ քննչական կոմիտեն, որովհետև միջանձնային բնույթի դեպքերը քննում է քննչական կոմիտեն։ Պետք է լուծարվի այդ բլոկը հսկողություն իրականացնող դատախազությունը պետք է լուծարվի, մարդիկ իրանց հետ իրենց հարցերը կկարգավորեն։ Պայմանը կդնեն, օրինակ, մեզ եմ հասկանամ ներողություն խնդրելու այդ պահանջը, որ դրվում է, դա որտե է գրված։ Ասել են նրանք պատասխանել են, այլևս կարիք չեք զգում, որ ներողություն Ես գտնում եմ, որ որովհետև արդեն իսկ իրենք էլ են նույն բառապաշարն օգտագործել։ կոնկրետ հանգամանքներ նշել եմ, կարծում եմ դրանք եթե ընկալելի լինեն, ուրվագծային լինեն, միտեղ թող շատ չգովաբանեմ խոսքս, բայց ուղենիշային լինեն։ Ես անկեղծորեն եմ ասում, միգուցե որպես իրավաբան դեռևս շատ եմ հարցերին իրավական տիրույթում նայում, բայց մի հատ գաղտնիք բացեմ ձեզ, ամբողջ կյանքը դա հասարակական հարաբերություն է, որը կարգավորվում է իրավունքով եւ օրենքով։ Հետևաբար երևի պետքա որ հակառակը լինի։ Իրավաբան լինելը քաղաքականության մեջ օգտակար է, շնորհակալ եմ։ Եվ նաև ինչ որ պայմանավորված, որ այսօր բոլորը ներկայացել եք առանց փոխկապի։ Քիչ առաջ գործընկերը նշված հարց տվեց, ես անկեղծ զարմանում եմ, որ դուք այդ աստիճան ուշադիր եք։ Ես իդեպ եթե այդպես է, չէ, ես իդեպ ձեզ չեմ ասում։ Ես նկատեցի դա, ես հիմա նույն հաջողությամբ պատկերացնում եմ արդյոք փոխկապի գույները, որովհետև նաև տարբեր փոխկապի գույներ եմ ունեմ ես օրինակ։ Դրանք եւս կքննարկվեն, թե չի երբ փոխկապով լինում են։ Խնդրում եմ հետևողական լինել այդ մասով։ Շնորհակալ եմ։